Բարև, արի խոսենք ինչից ուզենք, պատկերացրեք մի սովորական առավոտ, երբ դուք արթնանում եք ու ձեռքը մեխանիկորեն մեկնում հեռախոսին, էկրանին ձեզ դիմավորում է սառը ու անհոգի նո ինտերնետ գրությունը։ Ոչ մի ծանուցում, լռող հավելվածներ, իսկ սոցցանցերի փոխարեն միայն անվերջ պտտվող դատարկ էջեր։ Մենք սովորել ենք ինտերնետին ինչպես թթվածնին, չնկատելով դրա ներկայությունը, բայց ակնթարթորեն զգալով դրա բացակայությունը։ Իսկ ինչ կլինի իրականում, եթե ամբողջ աշխարհում կապի ինչ-որ անջատիչ սեղմվի ու ընդամենը 24 ժամով ինտերնետը գոյություն չունենա։ Արդյոք դա պարզապես ձանձրույթ կլինի, թե համաշխարհային քաղաքակրթության լուռ ու անդառնալի փլուզում։ Բաժանորդագրվիր էջին ու մի թեթև լայքիր վիդեոն, իսկ ես հիմա կպատմեմ։ Ինտերնետի գլոբալ անջատման առաջին 6 ժամվա ընթացքում աշխարհը կհայտնվի տեղեկատվական լիակատար կուրության մեջ։ Վարկյանում օդում կախված կմնան միլիոնավոր էլեկտրոնային նամակներ ու տասնյակ հազարավոր որոնումներ։ Սա պարզապես վիճակագրություն չէ, սրանք չկայացած գործարքներ են, չուղարկված կարևոր լուրեր եւ կիսատ մնացած հույսեր։ Մարդիկ սովորության ուժով առաջին ժամերի ընթացքում միջինը 20-ից 30 անգամ կստուգեն իրենց երթուղիչները, հուսահատորեն սեղմելով կոճակները, կարծելով, թե խնդիրը տեղային է, խոսքը ինտերնետի մոդեմի մասին է։ Բայց գիտեք ինչն է ամենազարմանալին, մեր պատկերացրած վիրտուալ ինտերնետն իրականում շատ նյութական է։ Համաշխարհային տրաֆիկի 97%-ը ոչ թե օդով է անցնում կամ արբանյակներով, այլ օվկիանոսի հատակով ձգվող հազարավոր կիլոմետրանոց մալուխներով։ Եթե այդ զարկերակները լռեն, մոլորակի կապը կկտրվի բառացիորեն։ Սա կաթվածահար կանի համաշխարհային լոգիստիկան, սկսած պարզ առաքումներից մինչև հսկա բեռնատար նավերի ու ինքնաթիռների երթուղիները։ Երբ լռանա 12 ժամը, հիմնական հարվածը կզգա մեր տնտեսությունը։ Մենք այնքան ենք վստահել թվային դրամապանակներին, որ առանց ցանցի մեր բանկային քարտերը կվերածվեն պլաստիկի անպետք կտորների, խանութների դրամարկղերը կդադարեն աշխատել, իսկ բանկոմատները կդառնան անհաղորդ երկաթե արկղեր։ Միայն Amazon-ը մեկ օրում կկորցնի մոտ $600 միլիոն, իսկ Google-ը $200 միլիոն գովազդային եկամուտ։ Ֆոնդային բորսաները կկանգնեն, ինչը կարող է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի նախանշան դառնալ։ Հետաքրքիր է, որ վերջին անգամ նման մասշտաբային թվային մթագնում աշխարհը զգացել է 1998 թվականին, երբ ընդամենը մեկ արբանյակի խափանման պատճառով աշխարհի փեյջերների 90%-ը միանգամից լռեց, մարդկանց թողնելով լիակատար անորոշության մեջ։ Բայց այն ժամանակ մենք այսքան կախված չէինք ցանցից։ Այսօր նույնիսկ մեր կենցաղային ենթակառուցվածքները, էլեկտրակայաններն ու ջրամատակարարումը կառավարվում են ինտերնետային արձանագրություններով։ Թեև դրանք անմիջապես չեն անջատվի, բայց վթարների դեպքում արձագանքումը կդառնա գրեթե անհնար։ 12 ժամից հետո կսկսվի արդեն հոգեբանական ամենածանր փուլը։ Մարդիկ կսկսեն զգալ մի երևույթ, որը գիտնականներն անվանում են ֆանտոմային վիբրացիայի սինդրոմ։ Սա այն պահն է, երբ ձեր ուղեղը հորինում է հեռախոսի ձայնը կամ թրթիռը գրպանում, որովհետև այն սովոր է դոֆամինի մշտական չափաբաժնին։ Մենք կզգանք թվային միայնություն, առանց սոցցանցերի, հավանումների ու մեկնաբանությունների մարդկանց մեծ մասը կունենա անպետքության ու մեկուսացվածության զգացում։ Սարսափելի է։ Սակայն այստեղ կա նաև գիտական մի հետաքրքիր նրբություն։ Սթենֆորդի հետազոտությունները ցույց են տալիս, որ ինտերնետի երկարատև բացակայությունը կարող է նվազեցնել սթրեսի հորմոնը՝ կորտիզոլը, բայց միայն այն դեպքում, եթե մարդը վստահ է, որ իր աշխատանքը կամ անվտանգությունը վտանգված չէ։ Եթե անջատումը լինի համատարած ու անկանխատեսելի, սթրեսը միայն կաճի։ Բայց եկեք նայենք մյուս կողմից, թե ինչ կանեն մարդիկ, երբ հասկանան, որ հեռախոսն անօգուտ է։ Երբ խուճապի առաջին ալիքն անցնի, մարդկությունը կվերադառնա իրականություն։ Գրադարաններից կհանվեն փոշոտված թղթե գրքերը, սեղանի շուրջ կսկսվեն իրական երկար զրույցները, իսկ պատուհանից այն կողմ նայելը կդառնա վերահայտնագործված արվեստ։ Մենք կհասկանանք, որ մեր խելացի տները առանց ցանցի ուղակի պատեր են, բայց այդ պատերի ներսում մենք վերջապես կնկատենք միմյանց։ Էկոլոգիական առումով սա կլինի մոլորակի ամենամեծ շնչառությունը վերջին տասնամյակներում։
Մեկ օրում կխնայվի այնքան էլեկտրաէներգիա, որքան անհրաժեշտ է մի ամբողջ փոքր երկրի լուսավորման համար, քանի որ հսկայական տվյալների կենտրոնները, որոնք սպառում են համաշխարհային էներգիայի մոտ 2%-ը, կանցնեն քնի ռեժիմ։ 24 ժամ անց, երբ կապը վերջապես վերականգնվի, մեր էկրանները կհեղեղվեն հազարավոր կուտակված ծանուցումներով ու նամակներով, բայց աշխարհն արդեն մի փոքր այլ կլինի։ Մենք կհասկանանք, թե որքան խոցելի է մեր քաղաքակրթությունը եւ որքան կարեւոր է երբեմն գիտակցված սեղմել անջատման կոճակը սեփական կյանքին միանալու համար։ Մենք կհիշենք, որ իսկական կյանքը բեռնման նշան չունի, իսկ իրական շփման ջերմությունը ոչ մի ալգորիթմ չի կարող փոխարինել։ Իսկ դուք պատրաստ եք մեկ օր ապրել առանց Wi-Fi-ի, եթե իհարկե հիմա ինտերնետ ունեք։ Այս հարցին պատասխանելու համար գրեք մեկնաբանություն եւ հետևեք էջին ու հիշեք, որ այստեղ դուք կգտնեք ամեն ինչ։